Սարեր, քարանձավներ, անտառներ ու ոլորաններ Հայաստանն ամեն ինչ ունի արկածային տուրիզմ զարգացնելու համար քննարկման սեղանին են արկածային տուրիստական վայրերի քարտեզագրման հարցեր։ Մեկ տարի առաջ երթուղին պլանավորելուց հետո չգան եւ կանգ առնեն այն փաստի առաջ, որ այդ վայրը, որտեղ իրենք զբոսաշրջիկ էին բերում, որը հենց արկածային զբոսաշրջության համար էր նախատեսված, այսօր այնտեղ արդեն կառուցված է հյուրանոց, հանգստի գոտի։ Ընկերություններն առաջարկում են քայլարշավից մինչև լեռնագնացություն ու պարապլաններ եւ առաջնային համարում անվտանգությունը։ Մեր սպորտը ինքը թռիչքային է եւ վայրէջք կարող է կատարել մարզիկը կամ զբոսաշրջիկը ինչ որ անհասանելի վայրում եւ իրեն օգնություն է անհրաժեշտ։ Պետությունը բավարար միջոցներ չունի այդ անելու համար եւ դա նույնպես անդրադառնում է որակի վրա։ Արկածային տուրիզմ կազմակերպողները վստահեցնում են, որ զբոսաշրջության այս ճյուղը պակաս եկամտաբեր չէ, ասենք խնքարդյունաբերությունից։ Մենք տուրիզմով ավելի շատ ու երկար տարիներ շարունակ կանանք այդ գումարները մտցնենք բյուջե մեծ հաճույքով։ Վիճակագրությունը վկայում է, որ արկածային զբոսաշրջությունն աշխարհում տարեկան $100 միլիարդ եկամուտ է բերում։ Հայաստանը կարող է սուր զգացողությունների հասցեներով գրավել ճամփորդներին, դարձնել կենդանի գովազդ։ Լիանա Կարապետյան, Էդգար Դավթյան, օրակարգ։